Ինչու է Աստված թույլ տալիս լավ մարդկանց տառապել։ Մի կին ամեն օր աղոթում էր։ Երեք գնաց Աստվածաշունչ կարդալու, հենց այն օրը իմացավ, որ քաղցկեղ ունի։ Ազնիվ ապրում էր, ուրիշներին օգնում էր։ Ինչու հենց իրեն։ Եթե երբևէ դու ես այս հարցը տվել, այս վիդեոն քեզ համար է։ Ես չեմ պատրաստվում քեզ ասել ամեն ինչ լավի համար է կամ տատրասալ պատրաստի պատասխան, որովհետև այս հարցը իրական է, ցավոտ է։ Եվ նույնիսկ Աստվածաշնչի ամենամեծ հավատացյալները, Հոբը, Դավիթը, հենց այս նույն հարցն են տվել Աստծուն։ Հոբը կորցրեց ամեն ինչ՝ երեխաներին, ունեցվածքը, առողջությունը, եւ նա հարցրեց Աստծուն. ինչու։ Դու մենակ չես այս հարցի հետ։ Աստվածաշունչը երբեք չի խուսափում այս հարցից։ Ամբողջ Հոբի գիրքը հենց սրա մասին է, եւ պատասխանը, որ Աստված տալիս է, զարմանալի է։ Նա չի բացատրում ամեն ցավի պատճառը։ Փոխարենը նա հիշեցնում է Հոբին, թե ով է ինքը, Արարիչը, ով տեսնում է ամբողջ պատկերը, մինչդեռ մենք տեսնում ենք միայն մի կտոր։ Աստված մեզ ազատ կամք տվեց։ Այս աշխարհը ընկած է մեղքի պատճառով, եւ ցավը հաճախ արդյունք է ընտրությունների, մերոնց կամ ուրիշների, ոչ թե Աստծո պատժի։ Բայց Աստված ոչ մի պահի քեզ մենակ չի թողնում ցավի մեջ։ Հիսուսը ինքն էլ տառապեց խաչի վրա, որպեսզի իմանա, թե ինչ է նշանակում մարդկային ցավը։ Տառապանքը երբեք ինքնանպատակ չէ Աստծո համար։ Հաճախ հենց ամենադժվար պահերում ահերում է մեր հավատքն ամրանում, մեր կերպարը խորանում։ Եվ մենք սովորում ենք մխիթարել ուրիշներին այնպես, ինչպես մեզ են մխիթարել։ Ես ինքս գիտեմ, ինչ է դժվար պահերում հարց տալ Աստծուն եւ չստանալ անմիջական պատասխան։ Բայց հենց այդ պահերում եմ ամենաշատը զգացել նրա ներկայությունը։ Աստված միշտ չէ, որ հեռացնում է ցավը, բայց նա երբեք չի հեռանում մեզանից ցավի մեջ։ Դու ունեցել ես նման հարց Աստծուն։ Գրիր մեկնաբանության մեջ։ Եվ եթե այս վիդեոն օգնեց, բաժանորդագրվիր ավելի շատ նման խոսակցությունների համար։